Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Մեր պատմությունը հաղորդաշարի եթերում այսօր խոսելու ենք Սիմեոն Երևանցի ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Այս անձի շուրջ խորհրդային տարիներին հատկապես ձևավորվել են այնպիսի կարծրատիպեր, որոնք աղճատել են նրա իրական կերպարը, եւ ձևավորվել է այնպիսի տպավորություն, թե նա խանգարել է 18-րդ դարի երկրորդ կեսին հայ ազգային կյանքի առաջընթացին։ Իրականում նա 18-րդ դարի երկրորդ կեսի ամենաառանցքային կերպարն է հայ ազգային քաղաքական կյանքում։ Եվ այսպիսի մի կարևոր երևույթ, ինչպիսին տպագրությունն է, հենց նա է սկզբնավորել բուն Հայաստանի տարածքում։ Եվ այսպիսով այսօր խոսելու ենք Սիմեոն Երևանցու կյանքի եւ գործունեության մասին, առանցքային այն մոտեցումների, որ բնորոշել են նրա ողջ գործունեությանը։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը ծնվել է 1710 թվականին Երևանում։ Հենց այդ պատճառով էլ նա կոչվում է Երևանցի, այսինքն նրա անվանումը պաշտոնապես կաթողիկոսների գահացանկում նշվում է Սիմեոն առաջին Երևանցի։ Սիմեոն Երևանցին եղել է կաթողիկոսական նվիրակ Կոստանդնուպոլսում եւ նաեւ Հնդկաստանի Մադրաս քաղաքում, եւ այս շրջանում նա ծանոթություն է ձեռք բերում տեղի հայ վաճառականության հետ եւ հաստատում սերտ կապեր նրանց հետ։ Այստեղ հատկապես պետք է նշել հետագայում նրա եւ Գրիգոր Խոջաջանյանի միջև համագործակցությունը, որ տեսնում ենք նրա կաթողիկոսական շրջանում։ Հենց այս անձնավորության նվիրատվության շնորհիվ է կաթողիկոսը Սուրբ Էջմիածնում հիմնում Հայաստանում առաջին տպարանը։ 1763 թվականին Հակոբ 5-րդ Շամախեցի կաթողիկոսի մահվանից հետո Սիմեոն Երևանցին ընտրվում է ամենայն հայոց կաթողիկոս եւ սկսվում է նրա կաթողիկոսական գահակալության 17-ամյա շրջանը։ Սիմեոն Երևանցու գահակալման մասին խորհրդային տարիներին բավական բացասական գույներ են ներկայացվել եւ դա պայմանավորված է եղել հատկապես նրանով, որ պետք էր 18-րդ դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժման համար նշանակել մեղավոր, որ ինչու չի հաջողել շարժումը եւ հայ ազատագրական շարժումը չի տվել արդյունք։ Եվ խորհրդային իշխանությունները բնականաբար 1930-ական թվականներին մեղավոր են կարգել այդ ամենում բնականաբար եկեղեցում եւ պատասխանատվությունը դրել են ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցու վրա։ Եվ ցավոք մինչ օրս դպրոցական եւ բուհական դասագրքերում Սիմեոն Երևանցին ներկայացում է բացասական գույներով, իբրև մարդ, ով որ խոչընդոտել է այդ ամենը եւ վերցնում են դրա հիմք այն դրվագը, որ նա ամենևին ջերմեռանդորեն չէր ընդունում կոչերը Մադրասի ազատագրական խմբակի, որ Հայաստանում պետք է օր առաջ երիտասարդները ապստամբություն բարձրացնեն։ Եվ իրականում կաթողիկոսը ոչ թե դեմ էր ազատագրական շարժմանը, այլ սեփական գաղափարական գիծներ առաջ քաշում։ Նրա կարծիքով այդ ժամանակ վտանգավոր էր ապստամբություն միանգամից բարձրացնելը եւ դրա համար պետք էր նախապատրաստվել։ Եվ եթե հանկարծ ապստամբություն բարձրացվեր եւ ցախողում լիներ, դրա հետևանքները ավելի ծանր էին լինելու, քան այն վիճակը, որում որ գտնվում էր այդ ժամանակ Հայաստանը։ Եվ բնականաբար նա գիտակցում էր, որ այդ իրավիճակում պատասխանատվությունն ընկնելու է հենց իր վրա, ոչ թե Մադրասի ազատագրական խմբակի վրա։ Եվ այս հակասությունները իհարկե որոշակի դեր էին խաղում, նաեւ բնականաբար առաջացնում էին բացասական մղում Մադրասի ազատագրական խմբակի գործիչների կողմից եւ բնականաբար այսօրվա մեր ընթերցողը կարդալով այս ամենը մտածում է, որ Սիմեոն Երևանցին խոչընդոտում էր ուրեմն ազատագրական շարժման գործողությունները։ Բայց մենք այսօր մեր հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Սիմեոն Երևանցու գործունեությունը եւ այստեղ արդեն պարզ կդառնա, որ այս մարդը ոչ թե նստած պարապ, խոչընդոտում էր այն գործունեությունը, որ որևէ մեկը փորձում էր իրականացնել Հայաստանի ազատագրման համար, այլ ինքը տանում էր սեփական գիծ այդ ամենը նախապատրաստելու։ Սիմեոն Երևանցու գահակալության առաջին իսկ տարիները դառնում են վճռորոշ նրա գործունեության համար,
նա որոշակի ուղղություններ է իր համար մատնանշում եւ իհարկե այստեղ կարեւոր էր մեկը Էջմիածնի վանական տնտեսության վերականգնումը, մյուսը Հայաստանի տարածքում մահմեդական տիրակալների հետ հարաբերությունների, հորիզոնական հարաբերությունների հաստատումը։ Սա շատ կարևոր էր, որպեսզի նրա գործունեությունը կարողանար հաջողություն ունենալ։ Եվ Սիմեոն Երևանցու գործունեության առաջին արգասիքներից մեկը այն էր, որ նա նախ կատարում է եղածի հաշվեգրում, այսինքն նա ստեղծում է ջամբր աշխատասիրությունը, որը փաստացի նշանակում է դավթար, այսինքն հավաքում է մեկ մատյանի մեջ 25 գլուխներից կազմված սա աշխատություն է իրականում, այստեղ հավաքում է բոլոր Հայաստանում եւ Հայաստանից դուրս Սփյուռքում գաղթաշխարհում գոյություն ունեցող հայկական բոլոր բնակավայրերի ցանկը, այսինքն բոլոր այն բնակավայրերը, որտեղ ապրում են հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եւ հարկատու են կամ ուղիղ կամ միջնորդավորված ձևով Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, եւ այս ամբողջական ցանկի միջոցով փաստորեն կատարում է հաշվեգրում, հստակ ֆիքսում է ինչ ունի իր ձեռքի տակ, ինչի համար է ինքը պատասխանատու, ինչ մարդկային ռեսուրսի հետ գործ ունի եւ բնականաբար հետագա գործերը պետք է հնարավոր լիներ դրա հիման վրա շարունակել։ Գործը ավարտին է հասցում 1765 թվականին, ընդ որում այս աշխատության վերջին գլուխները չափազանց կարևոր էին նաև նրանով, որ նա հավաքում է Օսմանյան եւ պարսկական իշխանությունների կողմից հայ եկեղեցում տրված տարբեր հրովարտակրերը, փաստաթղթերը եւ փաստորեն մեկ ժողովածուում այստեղ զետեղում եւ այս առումով կատարում է, եթե տերմինով ասենք միջազգային ինվենտարիզացիա։ Այս գործը տալիս է մի պատկեր, որը ուղղակի եզակի է տվյալ ժամանակաշրջանի համար։ Մեկ կոնկրետ օրինակի վրա բացատրենք։ Մասնավորապես Արցախի այն տարածքը, որը մենք ավելի շատ իմանում ենք իբրև Քարվաճառի շրջան, այդ հատվածի մասին նա տալիս է մանրամասն նկարագրություն եւ պարզվում է, որ իր ժամանակներում այդտեղ 30-ից ավելի հայկական գյուղեր կան, որոնք որ հարկատու են ուղիղ Էջմիածնին, ոչ թե օրինակ Գանձասարի կաթողիկոսությանը։ Փաստորեն այստեղ երկու կարևոր հանգամանք է ի հայտ գալիս, մեկը որ նա այդ տարածքը փաստորեն դնում է ուղիղ Էջմիածնի իրավասության տակ, եւ նույնիսկ Երևանի խանի հետ պայմանավորվել են, որ դա ոչ թե լինի Ղարաբաղի խանության կազմում, այլ Երևանի խանության կազմում, հետեւաբար ստացվում է Երևանյան կենտրոնի շուրջ էր այդ տարածքը։ Մյուս առումով, ինչով է կարևոր այս տեղեկությունը, մենք ֆիքսում ենք, որ 1760-ական թվականներին այստեղ հայերը մեծամասնություն են կազմում, 30-ից ավելի բնակավայր այս տեղանքում, ընդ որում երկու խոշոր վանական տնտեսություններով, որոնցից մեկը իհարկե մեզ շատ հայտնի Դադիվանքն է, եւ ստացվում է, որ այս տարածքի մասին մեր եղած այն պատկերացումները եւ հատկապես ադրբեջանական այսօրվա այն պրոպագանդայի քարոզչության այն կեղծիքը, թե այդ տարածքում հայեր վաղուց չկան եւ չեն եղել երբևէ, միանգամից հոդս է ցնդում։ Այս առումով իհարկե չափազանց կարևոր է Սիմեոն Երևանցու այս աշխատությունը եւ նաեւ հետագա գործողությունները կաթողիկոսի իրականացնելու համար այս աշխատանքը չափազանց կարևոր է։ Սիմեոն Երևանցին իր հաջորդ քայլերն ուղղում է արդեն վանական տնտեսությունը լիարժեք վերականգնելուն։ Եվ բնականաբար այստեղ պետք է ուշադրություն դարձնենք ջամբռի վերջին գլխին, որտեղ նա ներկայացնում է 21 վանքերը Երևանի խանության տարածքում։ Եվ այս ուղղությամբ նա կոնկրետ գործողություններ է իրականացնում եւ մասնավորապես մեծ աշխատանք է կատարում Սուրբ Էջմիածնի տարածքում։ Նախ 1766 թվականին պարսպապատվում է Սուրբ Էջմիածնի տարածքը, հանուր Մայրաթոռը պարսպապատվում է եւ նրա ներսում նոր սեղանատուն է կառուցվում, Վեհարանը ամբողջությամբ նորոգվում է, Մարտ տանիքն է նորոգվում, սյուների մի մասը եւ նաեւ նա հիմնովին նորոգում վերակառուցում է դպրոցը եւ վերակառուցում է ոչ միայն փաստորեն շինության տեսանկյունից, այլ նաեւ նրա բովանդակությունն է վերափոխում, կատարում է լրջագույն ռեֆորմ եւ փաստացի կարելի ասել Էջմիածնի նոր տիպի դպրոց է ստեղծում 1771 թվականին։ Այս դպրոցի եւ առհասարակ Արևելյան Հայաստանի ու ամբողջ հայության համար կարևորագույն նշանակություն է ունենում 1771 թվականին Հայաստանի տարածքում առաջին տպարանի հիմնումը։
Սուրբ Էջմիածնի տպարանը Հայաստանի տարածքում առաջին տպարանն է եւ նաեւ միակն է, որ փաստորեն այդ ժամանակներից մինչև հիմա գործում է։ Այս առումով նշանակում է Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը եւ տպարանը Հայաստանում հնագույնն է։ Իհարկե հայերին գրատպությունը շատ ավելի վաղուց է ծանոթ։ 1512 թվականին հայերը դարձան առաջին ազգերից մեկը, որ տպագրություն ունեցան սեփական լեզվով, այսինքն հայերեն տառեր ստանալը ամենևին էլ հեշտ չէր այն ժամանակ, կաղապարներ պետք է առանձին ստացվեին, որովհետև մենք գիտենք, որ աշխարհում շուրջ 1.5 տասնյակ ընդամենը ազգեր կան, որ լիովին ինքնուրույն այբենական համակարգ ունեն, եւ եթե օրինակ լատինատառ հիմքով տարբեր ժողովուրդների համար հեշտ էր ստանալ կաղապարներ, որովհետև արդեն 1446 թվականին Գուտենբերգը ստեղծել էր համապատասխան այդ լատինատառ կաղապարները, հայերենի համար դա չափազանց բարդ գործ էր եւ խնդրեմ 1512-ից տպագրական ֆենոմենը իբրև քաղաքակրթական երևույթ հայերի համար արդեն հասանելի էր, բայց այս տպագրական գյուտը հայ հասարակությանը ծանոթ էր դրսում եւ տեղափոխվում էր Հայաստան տպագիր գիրքը եւ այդ կերպ այստեղ հնարավոր չէր իհարկե հազարավոր օրինակով սփռել։ Այս առումով իհարկե չափազանց մեծ դերակատարություն ունեցավ Սիմեոն Երևանցու կողմից Սուրբ Էջմիածնում տպարանի հիմնումը։ 1771 թվականին Գրիգոր Խոջաջանյանի հնդկահայ խոշոր գործարարի նվիրատվության շնորհիվ հիմնվում է այդ տպարանը եւ արդեն հաջորդ տարի լույս է տեսնում մի հետարքիր աշխատություն, որը ցավոք հայ քաղաքագիտական մտքի կողմից բավարար չի ուսումնասիրվել։ Այս գիրքը, որ գիրք աղոթից է կոչվում, որ կոչի զբոսարան հոգևոր, այսպես եթե ամբողջ վերնագիրը նայենք, գիրք աղոթից, որ կոչի զբոսարան հոգևոր։ Առաջին հայացքից ուղղակի աղոթագիրք է եւ նաեւ վերահրատարակությունը իբրև աղոթագիրք է վերնագրով այդպես հրատարակվել, բայց այստեղ շատ հետաքրքիր թաքնված քաղաքական ուղերձներ կան։ Այդ ժամանակ երևում է, որ կաթողիկոսին մտահոգում էր Հայաստանի ազատագրության գաղափարը եւ այստեղ աղոթքների եւ տաղերի միջոցով որոշակի ողբ կա Հայաստանի այդ ժամանակվա իրականության վերաբերյալ եւ որոշակի մանիֆեստ է արտահայտվում, որ պետք է այդ իրավիճակից դուրս գալ եւ Հայաստանը վերստին ազատագրված տեսնել։ Ահա սա էր այն մոտեցումը, որ կաթողիկոսը ուներ։ Հիշեցնեմ, որ զուգահեռաբար մադրասի խմբակի գործունեություններ սկսվել Հնդկաստանում եւ նրանք այլ մոտեցում ունեին, ավելի այսպես արմատական եւ արագ գործողությունների կողմնակիցներ էին, նոր տետրակ, որ կոչի հորդորակ գրքի միջոցով, իսկ կաթողիկոսը բուն Հայաստանում ավելի զուսպ եւ հետեւողական ու երկար ընթացքի կողմնակից էր եւ բնականաբար դա գալիս էր նրանից, որ հայերի իրավիճակի համար թիվ 1 պատասխանատուն Հայաստանում հենց ամենայն հայոց կաթողիկոսներ։ Այսինքն մուսուլման տիրակալները, եթե ինչ որ բան այնպես չստացվեր եւ հետո գային հայերից հաշիվ պահանջելու, բնականաբար կաթողիկոսից էին այդ հաշիվը պահանջելու եւ ոչ թե գաղթավայրերում գտնվող հայ որոշակի վերնախավերից։ Այս առումով իհարկե կաթողիկոսի մոտեցումը հասկանալի է եւ մեղադրանքը, թե նա ընդհանրապես որևէ կերպ չէր մտածում Հայաստանի ազատագրության մասին, հոդս է ցնդում մասնավորապես նրա կոնդակների միջոցով, երբ որ մենք ուսումնասիրում ենք նրա կոնդակները եւ նամակագրությունը, օրինակ ռուսական կայսրության վերնախավի հետ։ Իր տպարանի գործունեությունը անխափան իրականացնելու համար հիմնվում է նաեւ գործարան։ 1776 թվականին բացվում է թղթի գործարանը, որը պետք է ապահովեր տպագրական թղթի փաստորեն այդ կարևոր հումքը, որ գրքերի տպագրությունը ավելի մեծ թափ ստանար։ Սա շատ կարևոր էր, ռեսուրսային փաստորեն անկախություն եւ ինքնուրույնություն էր տալիս Էջմիածնի տպարանին եւ տպագրությունը ավելի մեծ թափ է ստանում։ Սիմեոն Երևանցին այս ընթացքին արդեն 1779 թվականին հրատարակում է կրոնադավանաբանական եւ բարոյախրատական որոշակի ուղղվածություն ունեցող աշխատություն, որը նաեւ նրա փաստորեն գործունեության մեկ այլ ուղղություն է ցույց տալիս։ Նա նաեւ դավանաբանական վեճերի հարցում բավական սկզբունքային է
եւ այդ սկզբունքայնությունը դրսեւորում է նաեւ Հայաստանում կաթոլիկության քարոզմանը դեմ աշխատելու միջոցով։ Մասնավորապես Ախալցխայում, Բայազետում, Ալաշկերտում կաթոլիկ միսիաները տարածված էին եւ փորձում էին նաեւ ներգրավել դրանում հայ հոգեորականների եւ կոնկրետ Բայազետի Փաշայության 5 գյուղերում դրսևորվեց նույնիսկ հայ հոգեորականության շրջանում անհնազանդություն եւ ստացվում է, որ փորձում էին որոշակի կաշառքներով, գայթակղություններով հայ հոգեորականների առանձին ծուխերի ղեկավարների ներքաշել իրենց կողմը եւ հանել կաթողիկոսի դեմ եւ նաեւ տանել կաթոլիկ միության։ Եվ այս անհնազանդությունների դեմ կաթողիկոսը բավական կոշտ էր պայքարում եւ նրանց ուղղակի հեռացնում էր պաշտոնեությունից, նոր նշանակումներ էր կատարում կամ թեմական տարածքների վերափոխումներ էր կատարում, վերակազմություններ։ Այս առումով իհարկե նա բավական անզիջում էր եւ նրանից հետո արդեն հաջորդ կաթողիկոս Ղուկաս առաջին կարնեցու ժամանակ մենք տեսնում ենք, որ կտրուկ ավելանում են կաթոլիկ համայնքները եւ այստեղ երևում է, որ Սիմեոն Երևանցին ժամանակին ավելի արդյունավետ էր այս հարցում աշխատում, քան փաստորեն նրա հաջորդը։ Նա նաև աչքի է ընկել հետարքիր է որոշակի փիլիսոփայական աշխատանքով եւ նրա փիլիսոփայական գործերը ցավոք անտիպ են մնացել, պահվում են Մատենադարանի համապատասխան ֆոնդում եւ նա իր ուսումնասիրության կենտրոնում է ունեցել հետարքիր է Պորփյուրի, Արիստոտելի եւ այլ փիլիսոփաների գաղափարներ քննել է եւ վերլուծել լինելով բարձրաստիճան հոգեորական եւ հայոց նվիրապետական փաստորեն ամբողջ համակարգի գլուխ կանգնած լինելով։ Նրա գործնեության մեջ գաղափարաբանությունը չափազանց մեծ կարևորություն ունի եւ դա մենք տեսնում ենք նաեւ թե ինչպես է նա անվանում տպարանը։ Նա տպարանն անվանում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, այսինքն ինչպես որ սկսվեց կաթողիկոսների գահացանկը, այս քաղաքակրթական նոր ֆենոմենը տպագրությունը Հայաստանում նորից պետք է սկսվի նրանից։ Սա շատ հետաքրքիր մոտեցում է ուղերձ իր ժամանակների եւ հաջորդ սերունդների։ Սիմեոն Երևանցու գործունեության մեջ պակաս ուսումնասիրված է նրա գործունեությունը Հայաստանի ժողովրդագրական պատկերը վերականգնելու ուղղությամբ։ Իհարկե, ցանկացած հեռուստադիտող քաջատեղյակ է, որ 1828 թվականին, երբ Արևելյան Հայաստանը հայտնվեց ռուսական կայսրության կազմում, դրանից հետո իրականացվեց պարսկահայերի եւ արևմտահայերի վերաբնակեցում մինչեւ 1832 թվական եւ Շահ Աբբաս առաջինի 1604 թվականին իրականացրած բռնագաղթի հետևանքով Արևելյան Հայաստանի ժողովրդագրական խեղաթյուրված պատկերը վերջականապես վերականգնվեց հօգուտ հայերի եւ փաստորեն 2 դար անց հայերը նորից մեծամասնություն կազմեցին իրենց մայրենի հողում։ Բայց քչերը գիտեն, որ այս գաղափարի հեղինակը եւ այս գործողությունների մեկնարկը տված անձը Սիմեոն Երևանցի կաթողիկոսն է։ Բոլորը բնականաբար կնշեն Ալեքսանդր Գրիբոեդովի ռուս մեծանուն գրողի անունը, ով զգալի աշխատանք է կատարել այդ վերաբնակեցումը հնարավոր դարձնելու համար, բայց ցավոք Սիմեոն Երևանցու անունը այս հարցում որևէ մեկը կամ շատ քչերը կնշեն։ Եվ խնդրեմ, մենք նրա գործերի մասին տեսնում ենք հենց իր իսկ կողմից գրված ջամբր աշխատության մեջ, որտեղ նա մանրամասն կետ առ կետ, տարի առ տարի նշում է իր կատարած գործողությունները այդ ուղղությամբ։ Երբ որ նա կատարում է ամբողջական հաշվեգրում եւ փաստաթղթերի հավաքագրում եւ ֆիքսում է, թե որ տարածքներն են իր տերունի հողերը, այսինքն անմիջապես իրեն հարկատու եւ իր վերահսկողության տակ գտնվելիք հողերը, եւ դրա համար կան իրանական փաստորեն արքունիքից տրված համապատասխան փաստաթղթերը, նա անցնում է գործողությունների։ Այդ ժամանակ ցավոք Էջմիածնին շրջապատող գյուղերում, այդ թվում այն գյուղերում, որոնք ուղիղ պետք է պատկանեին Սուրբ Էջմիածնի Մարտ տաճարին եւ դեռևս 1431 թվականին էին շնորհվել վանական տնտեսություն իբրև, այդ տարածքներում հայտնվել էին նախընթաց մոտ 20 տարիների ընթացքում տարաբնույթ մուսուլմանական ցեղեր։ Այդ ժամանակաշրջանը տարածաշրջանում աչքի էր ընկնում հատկապես Դաղստանի տարածքից
տարբեր ցեղերի ակտիվ տեղաշարժերով, հատկապես 1740-ական թվականների վերջին դա ակտիվացավ, 1755-58 թվականներին երկու մեծ ալիքներ եղան, որոնց պատճառով նաև Արարատյան դաշտի շատ վանքեր լքվեցին, եւ հիմա ստացվում է, որ նրանք եկել վանական տնտեսությունները գրավել են եւ ինչով ասես զբաղվում են։ Օրինակ, Օշականի տարածքում, Աշտարակի տարածքում, Խորվիրապի վանքի տարածքում հայտնվել էին տարբեր ցեղեր, որոնք ուղղակի իրենց անասուններին բաց էին թողել եւ նրանք հայերի ցանքատարածություններում անում էին ամեն ինչ որ ցանկանային։ Սա բերել էր իհարկե նաեւ սովի նման վիճակ եւ օրինակ Արարատյան դաշտի հյուսիսային հատվածից շատ գյուղացիներ փախել էին ստիպված Վրաց թագավորի իրավասության տակ գտնվող Լոռու հյուսիսային հատվածներ։ Սա շատ բացասական հետևանքներ կարող էր ունենալ թե վանական տնտեսության տեսանկյունից Սուրբ Էջմիածնի համար եւ թե առհասարակ Հայաստանի ժողովրդագրական պատկերի։ Մեր քաղաքակրթության սիրտը, Արարատյան դաշտը փաստորեն կանգնած էր լրջագույն վտանգի առաջ, որ կարող էր դատարկվել։ Եվ այստեղ իրեն նախորդած կաթողիկոսներից մեկի Ղազար Ջահկեցու քայլերն է ավելի կոշտ ձևով շարունակում Սիմեոն Երևանցին։ Եվ շատ հետաքրքիր է, որ Մովսես Տաթևացու գործունեությունը 1629-32 թվականներին կաթողիկոս է եղել եւ Արարատյան դաշտի եւ հարակից հատվածների վանքերը իրենց հատկապես դպրոցներով վերականգնել է, այս քայլը գնահատելով եւ նրա մնացյալ քայլերը եւս հենց Սիմեոն Երևանցին է նրան դասել սրբերի շարքը։ Ֆիքսել է, որ Մովսես Տաթևացուց է գալիս հենց այն պատկերացումը Հայաստանի մասին, որ ինքը ունի, եւ գնահատանքը դրսևորվել է եւ հենց նրանից սկսում է փաստորեն Հայաստանի պատկերի վերականգնումը, հայկական քաղաքակրթական միջավայրի վերականգնումը արևելյան Հայաստանում եւ խնդրեմ Մովսես Տաթևացի, Փիլիպոս Աղբակեցի, Հակոբ IV Ջուղայեցի այս կաթողիկոսներն էին սկսել Հայաստանի պատկերի վերականգնումը, վանքերն էին վերականգնել, դպրոցներ եւ այլ, եւ խնդրեմ նա այս գործը շարունակում է եւ մանրամասն նկարագրում է ինչպես է շուրջ 1 տասնյակ գյուղերից հեռացրել այստեղ ապօրինաբար վերջին տարիներին հայտնված մուսուլման բնակչությանը եւ վերադարձրել այդտեղից փախած հայ բնակչությանը։ Սա շատ կարևոր է, նա ֆիքսում է մի կողմից, որ Երևանի խանը այս գործընթացից տեղյակ է եւ այստեղ հաստատված ցեղերը ապօրինաբար են այստեղ հաստատվել եւ ֆիքսում է, որ վերադարձրել է այստեղ բնակիչներին, ովքեր որ լքել էին տարածքը վերջին տարիներին։ Այսինքն ֆիքսում է, որ այդտեղի իրական բնակիչները հայեր էին եւ վերադարձրել է այդտեղի հենց բնիկ բնակիչներին։ Այս առումով իհարկե նրան նախորդած 20 տարիները ամենաաղետաբերն էին եւ նա շտկում է այս պատկերը եւ փաստորեն սկիզբ դնում Արարատյան դաշտի վերահայացմանը։ Սա չափազանց մեծ նշանակություն է ունենալու հետագայում բուն Հայաստանում հայկական օրակարգերի գեներացման համար։ Իրենից առաջ ռուսահայոց թեմը դուրս էր եկել Սուրբ Էջմիածնի վերահսկողությունից եւ այստեղ ավելացող հայ բնակչության պայմաններում, այդ ժամանակ Ռուսաստանը ամենահայահոց պետություններից մեկն էր, նա կարևոր համարեց, որ ռուսահայոց թեմը վերստին լինի Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ։ Եվ 1766 թվականի օգոստոսին նա ուղարկում է հատուկ պատվիրակություն ռուսական կայսրության այդ ժամանակ տակավին նոր մի քանի տարի գահակալող Եկատերինա կայսրուհու մոտ։ Եվ ընդառաջ գնալով Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կոնդակով նշված խնդրանքին 1768 թվականին Եկատերինա II-ը վերադարձնում է փաստորեն ռուսահայոց թեմը ամենայն հայոց կաթողիկոսի վերահսկողության տակ։ Այստեղ հարկ է նշել, որ այդ ժամանակ ռուսական կայսրությունը 1768-74 թվականներին վճռական պայքարի էր դուրս եկել Օսմանյան կայսրության դեմ, ռուս-թուրքական հերթական պատերազմներ եւ բնականաբար ամենայն հայոց կաթողիկոսը նկատի էր ունենում այս հանգամանքը իր հետագա պլանները նախանշելիս։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարևոր գործերից մեկն էր 1774-75 թվականներին երկու հատորյակներով տոնացույցի հրատարակումը, վերափոխված, լրամշակված, հստակեցված, որտեղ ամեն տոնի հետ կապված
ծիսակատարություններ եւ տարբեր օրերի հաշվարկ եւ այլն վերջնական հստակեցում էին ստացել։ Այս տոնացույցը սկսեց լիարժեք գործածության մեջ մտնել 1777 թվականի սկզբից սկսած։ 1780 թվականի հուլիսի 26-ին Սուրբ Էջմիածնում դադարում է բաբախել մի սիրտ, որը փաստորեն փոթորկում էր առաջացնում նույնիսկ մուսուլման էլիտաների շրջանում։ Սիմեոն Երևանցին վախճանվում է եւ կաթողիկոսին հուղարկավորում են Սուրբ Գայանե վանքում Գավթի հարավային հատվածում։ Այսպիսով մեր պատմությունը հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված Սիմեոն առաջին Երևանցի կաթողիկոսին մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր հաղորդաշարի եթերում։ Ցտեսություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։